Գյումրու Սայաթ-Նովայում գտնվող այս հետիոտների համար Գյումրու Սայաթ-Նովա փողոցում ենք առաջին հայացքից այս հետիոտների համար նախապատրաստված անցումը լիովին սովորական է թվում, բայց գյումրեցիները այն անվանում են մահաբեր։ Բանն այն է, որ մեկ շաբաթում այստեղ երկու վրաերթ է տեղի ունեցել։ Ինչպես տեսակ, քիչ առաջ իմ ստենդափը եւս ընդհատվեց, քանի որ վրաերթի ենթարկվող երրորդ անձն էլ կարող էի դառնալ ես։ Այս գետնանցումը հաստատ մահաբեր է, որովհետեւ եթե մի շաբաթվա մեջ 2-3 հատ վրաերթ է լինում, այսպես կես դուրս կես կատակ ասեմ, որ այստեղից անցնելիս խաչակնքվում ենք, նոր անցնում ենք։ Բազմիցս բարձրաձայնել են, բայց ապարդյուն։ Այսօր ոչ թե փողոքի, այլ իրազեկման ու պատասխանատու մարմինների ուշադրությունը կենտրոնացնելու համար մի քանի րոպեով փակվեց Սայաթ-Նովա փողոցը, կարճ ժամանակ անց պարեկային ծառայողները արձագանքեցին ու ճանապարհը բացվեց։ Որ այս անցումի վրա ամեն օր դուք եք դերակ, վտար ամեն օր մեքենայի տակ վրաերթ կամ լուսացույց տրվի կնոպկով, որովհետեւ քաղաքացիները անվտանգ հադեն փողոցը։ Այս փողոցի վաճառասրահներից մեկի տնօրեն Արամ Գրիգորյանը մեզ հարցնում է. արդյոք կարող ենք տարբերակել, թե ինչ ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցողը։ Իրենց մոտ ստացվում է։ նույնիսկ կարող եմ ասել տարիքը։ Այստեղ ամեն օր կարելի է ավտովթարի կամ վրաերթի ականատես լինել։ Նշում են Գյումրու դրամատիկական թատրոնի աշխատակիցները թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի գլխավորությամբ։ Պիտի լուծում գտնեն են մարդիկ, այսինքն մասնագետները, ովքեր իրավասու են եւ կարողանան լուծվի, որովհետեւ ես վստահ եմ շարունակական բնույթ է կրում եւ չեմ կարող միանշանակ ասել, որ այստեղ բարորդներն են մեղավոր կամ հետիոտը, բայց խնդիր կա, որովհետեւ անընդհատ այստեղ լինում են դեպքեր եւ պարտադիր չէ, որ մենք դժբախտ ականատես լինենք ու նոր մտահոգվենք այս ամեն ինչի մասին։ Հանդիսատեսը թատրոնի կենտրոնից պետք է մուտքի չէ, ներս մտնի։ Դրա համար ցանկալի է ոնց որ բոլոր տեղերում անպայման լուծեն սվետաֆորի հարցը, ցանկալի է վերևից դրվի կնոպկայով, որովհետեւ մարդիկ կարողանան հասնել, մեր հաջախորդներն էլ, մեր վարորդներն էլ բոլորը մի քիչ գոնե դանդաղ երթևեք են։ Ներկայացման օրերը շատ վտանգավոր է, ժողովուրդ, չեք պատկերացնեք գյուղերից կուկան ավտոբուսներով, երեխեքը հետ ու առաջ կերնի, մեքենան մեկը կկակտեն, մյուսը կողքից կուկա չի զիջե մեկը մեկին։ Այն օրը էլի մեր երեխեն են գամ մեքենայի տակ։ Նախորդին տեղի ունեցած հերթական վրաերթը աղմուկ բարձրացրեց մամուլում։ Չնայած վրաերթի ենթարկող ամշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եղբայրն է եղել Ռաֆայել Ալեքսանյանը, բայց այսօրվա գործողությունները կապ չունեն վերջինիս հետ։ Երեկվա վրաերթը կապ չունի այսօրվա ակցիայի հետ, սա ընդհանրացված ուղղակի ես մահաբեր անցումի հարցը լուծել։ Միջադեպի հետ կապված կապ հաստատեցինք նաև Գևորգ Ալեքսանյանի հետ։ Վերջինս նշեց, որ վրաերթի ենթարկված երեխաների վիճակից տեղյակ են, ընտանիքի հետ էլ կապի մեջ են գտնվում։ Սակայն վրդովված էր, քանի որ Ռաֆայելի հետ տեղի ունեցածը կապում են Արթուրի անվան հետ։ Դեպքը տեղի ունեցել, բայց շատ չնչին, այսինքն երեխային ոչինչ չի եղել, մի թեթև փոքր վնասվածք էլ կարելի է չասել, որ ցավ կա, բժիշկները բոլորը ստուգել են, բոլոր պրոցեդուրաները կատարվել են, նկարահանում, ամեն ինչ արվել է, ընտեսելու համար չի կարելի մարդուն, ես այնպես եք ստիպում, որ ես արդեն այդ բոլորին է վերաբերում, ես արդեն իրավաբանների թիմ եմ, որ չի կարելի մարդուն անունի հետ անընդհատ խաղալ։ Ներքին գործերի նախարարությունից արձագանքեցին, բայց նշեցին, որ գործընթացն իրենից արագ լուծում չի ենթադրում։ Ներկաներին առաջարկեցին դիմել Գյումրու համայնքապետարան։ Սկիզբը քաղաքապետարանից է։ Համայնքապետարան դիմում ես, համայնքապետարանը դիմումը ուղղորդում է իրենց մեկ այլ բաժին։ Խնդրի լուծման համար դեռ ժամանակ կպահանջվի, բայց ներկաների խոսքով այս ընթացքում վրաերթերի ու ավտովթարների մասին կրկին կլսվեն։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Ասֆալտապատում, սալապատ մայթեր, լուսավոր փողոցներ, մարալիկում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների շարքը կարելի է անվերջ թվել։ Վերջին 2 տարիներին Անի համայնքում սուբվենցիոն, հրատապ, համայնքային բյուջեով եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ավարտված ու ընթացիկ ծրագրերը շատ են։ Միայն Անի համայնքի Մարալիկ քաղաքում նշված ժամանակահատվածում տեսանելի փոփոխություններ կան, նշում է համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Անցնող տարում ավարտին են հասցվել պետություն համայնք համագործակցությամբ մի շարք ծրագրեր, սեփական տների գոյուղիներից մինչև շենքերի, տանիքների խնդիրներ են լուծվել։ Գոյուղու հարցը կարգավորվել սուբվենցիոն ծրագրով, որը կազմում է 104 միլիոն դրամի։ Հետո դրանից բացի սուբվենցիոն ծրագրով մենք արդեն էլի ավարտական փուլում է երկրորդ թաղամասի 4 բնակելի տների, տանիքների հիմնական նորոգումները, որը կազմում է 67 միլիոն դրամ։
Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ու փոփոխման աշխատանքները կշարունակվեն։ Կառավարության հրատապ ծրագրով վերանորոգվել է Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակը, հիմնանորոգվել են Արկադի Տեր-Թադևոսյան եւ Հաղթանակ փողոցները։ Մատիեզերով, լուսավորության ցանցով ներառված փողոցների հիմնանորոգումը, որի արժեքը 279 միլիոն 800 հազար դրամ եղել ամբողջությամբ կառավարության հրատապ ծրագրերի աջակցությամբ կազմակերպել են էլի ավարտական փուլում են։ Անի համայնքի Մարալիկ բնակավայրի տարածքով անցնող հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների ընթացքում միջպետական նշանակության M1 ավտոմոբիլային ճանապարհի այլընտրանքային անցանելիությունը ապահովելու համար շուրջ 3 տարի օգտագործվել է բնակավայրի կառուցապատ տարածքի կենտրոնով անցնող Հրանտ Շահինյան փողոցը։ Ծանրաբեռնված բեռնատար ավտոմեքենաների ինտենսիվ երթևեկության արդյունքում ամբողջությամբ քայքայվել էր 1023 գծամետր երկարության փողոցը եւ այժմ այն եւս սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման փուլում է։ Սարիբեկյանը ծրագրերի իրականացման ակտիվությունը կապում է նախորդ տարիների համեմատ համայնքի բյուջեի ավելացման ու կատարողականների բարձրացման հետ։ Արդեն 2 տարվա արդյունքում 2024 թվականը, որը ընդհանուր հանրապետության մակարդակով շատ բարձր ցուցանիշ է, 120% կատարողական սեփական եկամուտների, որը կազմել է 334 միլիոն դրամ։ Իսկ ընդհանուր բյուջեն ի պատիվ էլի կառավարության ծրագրերի հետ կապված մեր դոտացիան էլ մոտ 300 միլիոնով տարբերություն է տվել եւ արդեն 2025 թվականի բյուջեն մոտ 1.350 միլիոն։ Համագործակցություններից մինչև ներդրումներ սեփական բյուջեից Հայ դպրոց հիմնադրամի հետ համագործակցությամբ անհրաժեշտ գույքով են համալրվել Մարալիկի թիվ 2 եւ արվեստի դպրոցները, արդեն համայնքային բյուջեով Մարալիկի արվեստի եւ Մարալիկի երաժշտական դպրոցների համար գնվել է համապատասխանաբար 60 եւ 50 հատ աթոռներ, կատարվել են դահլիճների ու դասասենյակների վերանորոգման աշխատանքներ։ Համայնքի բյուջեով համայնքի բոլոր բնակավայրերի հերոսների պատվին հուշակոթող է կառուցվել, իրականացվել են կանաչապատման ու աղբահանության բարելավման ուղղված աշխատանքներ։ Ճկուն համագործակցությունների արդյունքում հիմնանորոգման ծրագրերում է նաև Մարալիկի մշակույթի տունը, ինչպես նաև ֆուտբոլի մարզադաշտը։ Համայնքի ղեկավարի խոսքով իրենց կողմից վերահսկողությունը խիստ է ու ավարտական ակտերը տրվում են միայն լիարժեք աշխատանքների դեպքում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, Հայկ Կապրելյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստին բացի Անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր։ 2024 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40,232 դեպք, որից 18,397-ը Երևանում։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով։ Այս մասին ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 25-ին հրավիրված Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հայաստանի դատախազության 24 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Վարդապետյանի խոսքով 2023 թվականի համեմատ 24 թվականին միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով, ծանր հանցագործությունների դեպքերը 598-ով կամ 9.8%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում 7.6%-ով աճել են դիտավորության առողջությանը վնաս պատճառելու 89.5%, մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները 11.9%-ով, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները 111.4%-ով, թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները 9.9%-ով, խարդախության հանցագործությունները եւ 25.1%-ով, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ 2024 թվականին արձանագրվել է ավազակության, կողոպուտի, գողության եւ մի շարք այլ հանցագործությունների նվազում։ Մենք կհետևենք, կտեսնենք մեր 4-ամսյա եւ 10-ամսյա ժամկետները ոնց են աշխատում եւ մեր հաջորդ հաղորդման մեջ դրա մասին կգրենք։ Պարոն Վարդանյան, չեմ կարող չանդրադառնալ այդ վերաբերմունք համագործակցող անձանց նկատմամբ եւ վերաբերմունք քաղաքացիների դիմումներին։
Վերջին 1 տարվա ընթացքում բոլոր դիմումները, որի վրա գրված է գլխավոր դատախազին կամ իմ անուն ազգանունը նշված, մակագրվում է ուղիղ ինձ։ Չի գնում ոլորտային տեղակալներին եւ ես օրական մոտավորապես 70-ից 100 մենակ դիմում եմ, կարդում, մակագրում եւ հսկողական քարտեր եմ սահմանում ու տեսնում եմ, որ շատ հաճախ այդ հարցերը հեշտ լուծելի հարցեր են, ուղղակի պետքա պատշաճ ժամանակ հատկացնել ու կարդալ։ Մենք, օրինակ, մեր աշխատանքի ձևաչափը այս վերջին 1 տարվա ընթացքում կարող եք նաև այսպես ոչ ֆորմալ քննարկումների արդյունքում ճշտել, դատախազները բոլոր այս դիմումներին հսկողական քարտերով հետևողական են, ընդունում են մարդկանց, լսում են մարդկանց, շատ հաճախ բացատրում են, եթե այլևս իրավապահ համակարգը անելիք չունի, բացատրում են, թե ինչ իրավիճակում են քաղաքացիները գտնվում եւ դա դեպքերի մեծամասնությունով, կարող եմ ասել, դեպքերի 80%-ով դադարեցնում են այդ անիմաստ փաստաթղթաշրջանառությունը, մարդիկ հասկանում են ինչա տեղի ունեցել։ Եվ այստեղ նաեւ վերաբերմունքը համագործակցող անձանց նկատմամբ։ Մենք ինչ-որ ժամանակ քննարկում ենք падգամավորներից մեկի հետ այդ նույն գործուն զղջալու ինստիտուտի կիրառման առանձնահատկությունների մասին։ Հիմա մենք ունենք դեպք 43 անց, մի քանի անգամ այդ օրինակը բերել եմ, բայց ինքը շատ մեծ բնորոշ դեպք է, 43 անց տվել է կաշառք վարչական վկայական ստանալու համար։ Հիմա ո՞նց եք պատկերացնում։ Ես 46 հոգու, այսինքն 43 անձի, որոնք տվել են կաշառք, եւ պլյուս 3 անձ, որոնք հիմնական այս մեխանիզմի այսպես ասած ստեղծարարն են եղել եւ այդ կաշառքները ստացել են կամ միջնորդել են այդ կաշառքները, բոլորին միասին ուղարկում եմ դատարան։ Մեր միջին հաշվարկներով ինչքան կտևի վարույթը։ 50 տարի։ 50 տարի, որովհետև վստահաբար 50 տարի ես դες ժամանակագրությունն էլ կարող եմ տալ, որովհետև ես մեծ քանակի մեղադրյալներով վարույթներ գրեթե թույլ չեմ տալիս, եթե նկատել եք կոռուպցիոն գործերով գնան դատարան, ինչու որովհետև այդ վարույթները չեն ավարտվում։ Ամեն մեկի փաստաբանը մի օր նիստի չի գալիս։ Այսօր տեղի ունեցել քննարկում շաքարային դիաբետը հաշմանդամություն չէ, ինչու համակարգն ասում է ոչ թեմայով։ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը մերժում է շաքարային դիաբետ տիպ 1 ախտորոշումն ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու դիմումները, պատճառաբանելով, որ այս հիվանդությունը կամ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումն այն աստիճան չէ, որպեսզի հանգեցնի հաշմանդամության եւ կամ օրգանիզմի ֆունկցիայի խանգարումը անձի մոտ կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակում չի առաջացնում։ Վարչական մարմնի որոշումների պատճառով անձին զրկվում են իրենց իրավունքներն անարգել իրացնելուց եւ դրանց երաշխիքներից, որը հակասում է եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ ներպետական օրենքներին։ Վերաբերել են եւ մինչեւ 18 տարեկան երեխաներին, ովքեր ունեցել են շաքարային դիաբետ տիպ 1 ախտորոշում եւ 18 լրացած անձանց, եւ ինչ է արել, այսպես ասեմ, ինչ գործառույթներ է արել միասնական սոցիալական ծառայությունը, դա հետեւյալն է՝ մի խումբ անձանց, ովքեր եղել են անչափահաս, իրենց ուղակի կամ առաջնային կամ հաջորդ գնահատումների ժամանակ մերժել է մինչեւ 18 տարին լրանալ հաշմանդամության սահմանումը։ Սա մի խումբ գործերն են, որոնցով մենք դիմել ենք դատարան, եղել է, որ սահմանել են հաշմանդամության խմբեր, սակայն 1-2 տարով, իսկ կառավարության որոշումը նշում է, որ այս խումբ հիվանդության դեպքում պետք է սահմանվի մինչև 18 տարեկանը լրանալը հաշմանդամության խումբը, այս տեսագործերով եւս դիմել ենք դատարան, եւ մյուս խումբ գործերը, երբ մինչև 18 տարին լրանալը այս անձանց նկատմամբ սահմանված եղել է հաշմանդամ երեխա կարգավիճակ, սակայն անմիջապես 18 տարին լրանալուց հետո միանգամից մերժվել է արդեն որպես չափահաս իրենց նկատմամբ հաշմանդամության համապատասխան խումբ սահմանելը, որ այն ժամանակ եղել է պրակտիկա, ընդունված երրորդ խումբ են սահմանել հաշմանդամության, սա մերժվել է։ Ինչ է արվել մեր կողմից, շուրջ 50, եթե ոչ ավել գործով խորհրդատվություն է տրվել, եւ պետք է նաեւ նշեմ, որ դեռևս 20 թվականին նաեւ ներկայացրել ենք վերադաց բողոքներ, որոնցից մի մասը, եթե չեմ սխալվում, 6-7 վերադաց բողոք դեռևս բավարարվել է, այսինքն վերադաց բողոքարկումը եղել է արդյունավետ եւ այս անձանց նկատմամբ սահմանվել է հետագայում հաշմանդամության խումբ։ Այսինքն սա նշանակում է, որ այլևս դատական հայցեր չեն ներկայացվել։ Այդ մասով ոչ։ Իսկ այն գործերով, որոնցով մերժվել է հաշմանդամության խմբի սահմանումը վերադաց բողոքարկման արդյունքում մենք շարունակել ենք դատական հայցեր ներկայացել, այսինքն այս որոշումները արդեն բողոքարկել ենք դատարանում։ Հարկ եմ համարում նշել, որ 2019 թվականին դեռևս չէր գործում են նորմը, իրավական նորմը, որ երբ որ անձին սահմանվում է հաշմանդամություն, մինչև 18 տարեկան երեխաների մասով սահմանվում է մինչև 18 տարին լրանալը։ Նոր որոշումը, որով որ իրավական ակտում փոփոխություն է կատարվել է 20 թվականի մարտի վերջին, այսինքն սկսած 20 թվականի մարտի վերջին, ովքեր ենթարկվել են բժշկասոցիալական փորձաքննության, սահմանվել է, եթե սահմանվել է հաշմանդամություն, սահմանվել է մինչև 18 տարին լրանալը։ Որևէ իրավական նորմով
չկա դրույթ, որով ասվի, որ անձը մեխանիկորեն հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվում որևէ կետով։ Նորմի մեկնաբանությունը ի սկզբանե սխալ է դրված եղել, որովհետև նորմը գտնվում է այն բաժնում, որոշման այն բաժնում, որը վերաբերվում է ժամկետներին։ Այսինքն, երբ որ անձին հաշմանդամություն է սահմանվում մինչև 18 տարեկան երեխային, սահմանվում է մինչև 18 տարին լրանալը, միայն հաշմանդամության կարգավիճակը սահմանելու դեպքում եւ ոչ թե մեխանիկորեն անձին սահմանվում է հաշմանդամություն։ Նման դրույթ որևէ իրավական ակտով չկա, որ որևէ հիվանդության դեպքում անձին մեխանիկորեն հաշմանդամություն է սահմանվում։ Դատական վճիռներին տեղյակ են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բողոքները, որոնք որ դատարան է դիմվել, հայցը դատարան է գնացել, եղել են դեպքեր, մեծամասամբ դեպքեր, որ հաշվի առնելով իրավաբանի դիրքորոշումը կայացվել է որոշում ի օգուտ քաղաքացու։ Սակայն սկսած 23 թվականից, երբ որ դատական հայցերի շրջանակներում պարզաբանվեց, որ դատական կառավարության որոշման մեջ դրույթը վերաբերվում է միայն այն դեպքերին, երբ որ անձին հաշմանդամություն է սահմանվում, եւ մենք ունենք երկու դեպք բժշկասոցիալական փորձաքննությամբ, որ հայցը մերժվել է, ընդամենը 4 դեպք ունենք ընթացքի մեջ գտնվող 4 դեպք, որոնք որ հայցերի դատական նիստերը կայացել են, 3-ը մերժվել է, 3 հայց մերժվել է, մեկը ընթացքի մեջ է, եւս 4 արդեն իսկ հայց, որի կողմից շահած դեպքեր, այս պահին գտնվում են վճռաբեկ դատարանում։ Այսինքն ներկա պահին անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կայացված որոշումների դատական բողոքներից 4-ն է, որ ընթացքի մեջ է, 3-ը ուժի մեջ է, արդեն մեկը ընթացքի մեջ է, գուցե կան այլ դատական հայցեր, բայց դեռևս որևէ նիստ չի կայացել։ Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի փոքր դահլիճում հյուրընկալել են ագաթ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրերի բաժին ղեկավար Գայանե Գրիգորյանին։ Գրադարանը ներառականության հարթակ խորագրով հանրային դասախոսության ընթացքում օրվա բանախոսը ոչ միայն ներկայացնում է ոլորտի խնդիրների հետ կապված օրենսդրական դաշտի վիճակը, այլև նոր օրինագծերի եւ օրենսդրական նախաձեռնությունների պատասխանությունը միջազգային չափորոշիչներին։ Գայանե Գրիգորյանը փաստում է, ապրում ենք մի երկրում, որի բնակչության 6.5%-ը հաշմանդամություն ունի։ Հայաստանի քաղաքացիներից 190,000-ը պաշտոնապես գրանցված են որպես սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ եւ ներառում մասնակցություն, մատչելիություն ու անխտրականություն շղթայում չափազանց կարեւոր են հավասար հնարավորություններն ու հասանելիությունը։ Եվ որ մենք ինչ ծառայություն ենք մատուցում, ինքը լինի եւ ֆիզիկապես, եւ տեղեկատվությամբ, եւ ծառայություններում հավասար բոլոր այցելուների համար, որ որևէ մեկը իրեն ոնց որ անտեսված կամ խտրականացված չզգա մեր միջավայրում։ Խոսելով ֆիզիկական մատչելիության, մուտքերի հարմարեցման, լայն դռների ու միջանցքների, հարմարեցված սանհանգույցների, բրայլյան գրությունների ու շոշափելի քարտեզների մասին բանախոսն ընդգծում է, ներառումը նախ եւ առաջ փոխօգնության ու միասնական ջանքերի արդյունք է։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ներկայացնում է դեպի ներառականություն արված քայլերը։ Երկրորդ տարին է համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության հետ մենք կնքեցինք պայմանագիր եւ անդամակցում ենք ABC կոնսորցիումին, հասանելի գրքերի կոնսորցիումը։ Այդ կոնսորցիումի շրջանակում եւ նախագծի մենք իրականացրեցինք դպրոցական դասագրքերի մատչելի ձևաչափերի վերծանումը։ Այսինքն մենք ունենք հիմա բավականին մեծ քանակ դպրոցական դասագրքերի, դա առաջին պայմանն էր այդ կազմակերպության, որը որ ձևափոխվել է ինչպես ձայնագրքերի, այնպես էլ տարբեր տեսակի դեյզի ձևաչափերի, մարդկային ձայնով, սինթետիկ ձայնով, այսինքն մենք բավականին լուրջ ճանապարհ ենք անցել։ Գայանե Գրիգորյանը հիշեցնում է իրենց գլխավոր կարգախոսներից մեկը՝ հաշմանդամությունը մարդկային բազմազանության մի մասն է եւ փաստում կատարված ահռելի աշխատանքն արժեք չունի, եթե չկա հանրային մտածողության փոփոխություն։
Անհայտ միջատները գրոհել են երասխահունի դաշտերն ու այգիները, ոչնչացնում են բույսը ցողունից միջև տերը։ Սարգիս Իսրայելյանը չի կարողանում սպանախնու համեմը հավաքի շուկահանի։ Այս ցանկը չեն կարող հանել, թողում են դաշտի մեջ բլոջի։ Թող քաշվում են մասը։ Մեր վրեն քաշվում են 6000 մետր մշակություն են կարել, չեն կարող ունենք հանել։ Երկու վարկյան կայնում է սաղը լսում է ջանիդ վրա։ Զզվում ես, ասենք էսի հանես, տանես, տունը մաքրես, սա բլոջները գլսվեն տունը, հիմի չնայած արդեն լսվել են։ Բզեզանման կարմրավուն միջատների այս տեսակը երասխահունցիներն առաջին անգամ են տեսնում։ Ամիսներ առաջ հողի երեսին նաև խոտերի մեջ ինչ-որ սև ու կպչուն զանգված են նկատել։ Ավելի ուշ են հասկացել, որ միջատների թրթուրներն են։ Որսանման բաներ է տեսել։ Դարավ զատիկի նման։ Ստար եմ տեսել, ես չեմ տեսել։ Ժուկ ունեցել են կարտոշի։ Ժուկ ունեցել են կարտոշի մեջ, բայց ես բան չեմ տեսել։ Այս առաջի տարին է, որ ես այս բան եմ տեսնում, ես անայի։ Միջատներն անձրևից խեղճանում են, իսկ արևի դուրս գալուն պես ակտիվանում։ Գյուղացիները դրանց դեմ պայքարի փորձված միջոցներ են կիրառել, չի օգնել։ Սրսկում ես նորից նույն ձևի են կողի դաշտից քաշում ես դաշտը։ Հազարավոր հեկտարներով դաշտ է, որը սրսկեն որ կանանք պահենք։ Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում երասխահունցիները երաշխիք չունեն, որ ցանքսից հետո բույսն անվնաս կմնա։ Հիմա արդեն մարդիկ պետքա բույսերը, սածիները տեղափոխեն թաղարները հող։ Ու մտահոգությունը հիմնականում կայանում է նրանում, որ կարող է այս միջատները միանգամից այդ նոր տեղափոխված սածիլը, բույսը միանգամից ուտեն ու չհասցնի է, բույսը բերք չի տա արդեն, էլի։ Բզեզիկները թիրախավորել են նաև բնակարանները, մարդիկ վախով են դուռ ու պատուհան բացում։ Պատը բարձրանում է լուսամուտների փեղկերի կողքերը, երեխաները չեն կարողանում բանանեն լուսամուտները բացեն, ամբողջը լցվում է տունը։ Երեխեք իրանց սենյակում են տեսել ու թռնում է ինքը, էլի, որդից դառնում է ժուկին տեսակ ու թռնում է։ Մարզպետանը տեղյակ է խնդրին, ահազանգեր են եղել նաև արաքս եւ փարաքար խոշորացված համայնքներից։ Գյուղ ոլորտի պատասխանատու միջատի տեսակը պարզելու, դրա վտանգավորության չափը հասկանալու համար նմուշներն ուղարկել է գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն։ Ներկա պահին այդ նմուշները երեկվա դրությամբ արդեն նմուշները տեղափոխված են նախարարության եւ իրականացվում է լաբորատոր փորձակնություն, որպեսզի պարզեն միջատի տեսակը, դրա հնարավոր ինչպիսի վնասներ կարող է հասնել եւ բնականաբար որոշել դրանց դեմ պայքարի միջոցառումները։ Քանի դեռ միջատները լաբորատոր հետազոտության փուլում են, վաղաժամ է ասել, ինչ միջոցներով պետք է պայքարել դրանց դեմ։ Այս բանին մենք պետք է հասկանանք ինչ միջատի, ինչ բզեզի հետ գործ ունենք, որ պրեպարատը կարող է նրա վրա ազդեցություն ունենալ, եթե մենք իհարկե փորձակնությունը ցույց տվեց, որ նա վնասատու է։ Հակառակ դեպքում, եթե նա բարձվեց, որ վնասատու չի բացառվում, որ միջոցառումները չձեռնարկենք, ուղղակի տեղեկացնենք, որ վնասատու այդ տվյալ դեպքում բզեզները, ասենք 5 օր 10 օր հետո չեն լինելու։ Եթե պարզվի, որ բզեզիկները վնասատու են, էկոնոմիկայի նախարարությունը գյուղացիներին անհատույց թունաքիմիկատ կտրամադրի դրանց դեմ պայքարելու համար։ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Կրեմլի կողմից պատերազմը դադարեցնելու պատրաստակամությունը եւ ամբողջ Ուկրաինան չգրավելն արդեն իսկ մեծ զիջում է։ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է արագ հասնել համաձայնության Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև եւ թե ինքը, թե պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել են, որ Վաշինգտոնը կհրաժարվի իր միջնորդությունից, եթե դա շուտով տեղի չունենա։ Նա նշել է նաեւ, որ ամերիկյան կողմը մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար, սակայն այդ ճնշումների մասին հրապարակայնորեն չեն բարձրաձայնվում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով իր վարչակազմը ճնշում է գործադրում նաև Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ աշխատելն ավելի դժվար է եղել, քան Պուտինի հետ, սակայն Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի առաջարկին, մինչդեռ Պուտինը տարբեր պայմաններ է առաջադրել համաձայնագրի համար, նշել է Թրամփը։ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ այս շաբաթ նախատեսված են քննարկումներ։ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը վերջնականացնեն խաղաղության համաձայնագիրը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ եվրոպացի դաշնակիցները համակարծիք են, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է։ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում Ռյուտեն նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում վերջին օրերին լավ առաջընթաց է գրանցվել։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի
կազմակերպելի հնարավորության թեմային անդրադառնալով Պյուտեն հայտնել է, որ այժմ սեղանին ինչ-որ բան է դրված եւ ընդգծել գնդակը Ռուսաստանի դաշտում է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական ու արդյունավետ է որակել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդականի, պետքարտուղարի եւ Պենտագոնի ղեկավարի հետ հանդիպումները։ Լրատվամիջոցները գրում են, որ Հնդկաստանի եւ Պակիստանի զինվորականները միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել Ջամու եւ Քաշմիրի սահմանային հատվածում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում եւ Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրում է Պակիստանին։ Հնդկաստանի կառավարությունն անմիջապես դադարեցրել է վիզաների տրամադրումը պակիստանի քաղաքացիներին։ Ապրիլի 27-ից էլ կչեղարկվեն արդեն հաստատված վիզաները։ Հնդկական կողմն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ հեռանալ Պակիստանից, ինչպես նաև դադարեցվել է Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը։ Պակիստանի իշխանություններն էլ ի պատասխան փակել են օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար եւ դադարեցրել Հնդկաստանի հետ առևտուրը։ Իսլամաբադից նախազգուշացրել են Պակիստանի ինքնիշխանությանը եւ նրա ժողովրդի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ վճռական արձագանք կստանա։ Իսկ եթե Ինդոսի գետի հոսքը դադարեցվի կամ փոխվի, դա կընդունվի որպես պատերազմի ակտ։ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության, Ալ Ջազիրա հեռուստաալիքի եթերում զգուշացրել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս վտանգավոր զարգացումներին։ Երկու երկրներն էլ միջուկային տերություններ են, ընդգծել է նախարարը։ Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքն արգելափակված է ավելի քան 50 օր։ Անկարայում իր նորվեգացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նա ընդգծել է պաղեստինյան անկլավի բնակիչների նկատմամբ սովը որպես զենք սակարկության առարկա կամ պատժի գործիք օգտագործելու անթույլատրելիությունը։ Դիվանեկետը նշել է, որ Իսրայելն ի տես միջազգային հանրության շարունակում է Գազայում զանգվածային սպանություններ կատարել, որոնք աննախադեպ են իրենց դաժանությամբ։ Ֆիդանն ընդգծել է Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան եւ շարունակական առաքումն արագ վերականգնելու անհրաժեշտությունը։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Ադրբեջանում է։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է նաեւ, որ Կալասը հանդիպումներ կունենա նաեւ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ապրիլի 28-ին մեկնելու է Ադրբեջան։ Պատվիրակության կազմում կլինեն նախարարներ, 4 նահանգապետեր, սահմանակից նահանգների գործարարներ։ Վերջին ամսում ակտիվորեն ընթանում էին այցի կազմակերպման աշխատանքները։ Այդ նպատակով Բաքու էր մեկնել նաև Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը։ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կապանում մեկնարկեցին ծաղկադրմամբ։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը, երկրապահ կամավորականները, ուժային կառույցների անդամներ, բազում կապանցիներ։ Սյունյաց թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Որ կատարեցան ընթացս մեզի ցեղասպանության հայոց համիտյալն 1915-ին, որոց այսօր է շատ։ Սա մեր ժողովրդի ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ Մենք բոլորս այսօր եկել ենք խոնարհվելու 1.5 միլիոն հայերի, ում 1915 թվականին ցեղասպանության ենթարկվեցին, սա պատմության մեջ ամենադաժան ու ծանր ողբերգություններից մեկն է եղել։ Մենք չենք մոռացել ու երբեք չենք մոռանա, ինչպես Սևակ այդ նշանավոր բառերը, ով մոռանա, թող զույգ աչքերով քորանա։ Այսօր մեր խոնարհումն ենք անում, անմեղ զոհերի հիշատակին։ Օրվան նվիրված միջոցառումների ցանկում ընդգրկված էր նաև զոհերի հիշատակի օրվա ձևավորման զարգացումների մեր օրերի իրադրության մասին բանավեճ քննարկում։ Բանախոսությամբ հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը։ Կատարվել է հանցագործություն, համաշխարհային մակարդակի հանցագործություն, որը որ ներում չունի։ Եվ դա միշտ պետք է հիշել եւ դատապարտել եւ մտածել, թե ինչ պետք է անել, որպեսզի այդ հիշողությունը չխամրի։
պետք է հիշել մինչև որ հասնենք պատմական արդարության եւ պատմական ճշմարտության։ Ցեղասպանագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտորը կապան էր ժամանել համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Համայնքի ղեկավարի տեղակալ Գորգ Թադևոսյանի խոսքով օրվա խորհուրդը պետք է գիտակցել եւ անպայմանորեն փոխանցել սերունդներին։ Մենք դիմել ենք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին, նրանց հետ համատեղ այստեղ քննարկում կազմակերպելու համար եւ առաջարկեցին Հարություն Մարությանի բանախոսությունը Կապանում կազմակերպել։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, որպեսզի մենք հիշենք եւ այդ հիշողությունները եւ փաստերը այդ ոճրագործության փոխանցենք մեր սերունդներին եւ երիտասարդներին։ Օրվան նվիրված թեմատիկ միջոցառումներ անցկացվեցին նաև Կապանի ակումբագրադարանային միավորման գրադարաններում, իսկ երեկոյան Սյունիք կինոթատրոնում ցուցադրվեց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ մաքսային իրավախախտումների դեմ, կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Բեկ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործող բեռնատարում արկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք։ Պետական սահմանից համակայնացման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության ագարակ սահմանայնացման կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացի ԱՎ-ի կողմից չհագործվող կամազ մագնիշի բեռնատար մեքենան ենթարկվել է զննության։ Արդյունքում տրանսպորտային միջոցի բեռնախցիկի պատերին հատուկ հարմարեցված տաքստոսներից մեքենայում արկա բեռի տակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի 7300 տուփ ծխախոտ։ Ոչ օրինական ճանապարհով խոշոր խմբականակի ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտները առգրավվել են։ Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, համաձայն մաքսային կանոնների մասին օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։ Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են Բեկ իրավաբանական վարչություն, հետագա ընթացքն ապահովելու նպատակով։